արդյունք կունենանք։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Դանիելյան։ Պարոն Սիմիզյան, քիչ առաջ էլ ես ձեզ ասեցի, քանի որ խոստացել եմ մեր Սյունիքի հայրենակիցներին այս խնդիրը բարձրացնել, հրապարակային ուզում եմ դրա մասին ասել, նոր էկոծառայության, բարեկային ծառայության հիմնումից հետո խնդիրներ առաջացել այն գյուղական վայրերում, որտեղ որ գյուղատնտեսությամբ են զբաղվում հիմնականում լոբու այդ ձողերի հետ կապված, մեր լեզվով ասած սարիների հետ կապված մարդիկ, որոնք որ օգտվում են անտառից կոնկրետ այդ տեսակի, մեծ տուգանքներ են գրվում եւ նաեւ վերջերս հիմա այցի շրջանակներում գործընկերոջս հետ այց էին կատարել, այս խնդիրը բարձրացրել են, սրա լուծումը ոնց է պատկերացնում, որ սահմանամերձ համայնքում ապրող մարդը, որը որ իր համար դա կենսական նշանակություն ունի, իր ապրուստի միջոցն է, կոնկրետ տուգանվում է, ինչ մեխանիզմներ պետք է ներդրվեն, որ մարդը կարողանա բնականon իր կենսագործունեությունը ծավալել եւ երկրորդ հարցս հետեւյալն է, վերջերս եւ համացանցում եւ մենք էլ ենք բազմաթիվ դիմումներ նամակներ ստանում, կա հետեւյալ խնդիրը, շինարարությամբ զբաղվող ընկերությունները մայրաքաղաք Երևանում երբ որ շենքեր են կառուցվում, այն հարակից տարածքի բնակիչներին ստիպված են լինում տարիներ շարունակ այդ բանը, այդ փոշին շնչելու։ Այսինքն ես չգիտեմ, դա ձեր գերատեսչության լիազորությունների շրջանակում է, որպեսզի պարտադրվեն այդ շինարարական կազմակերպություններին այդ ցանցերը դնելու եւ մենք դեմ չենք շինարարությանը, կողմ ենք, թող շինարարությունը ինչքան հնարավոր շատ լինի, բայց այն մնացածն էլ երեխաները բակերում ստիպված չլինեն շնչել այդ փոշին ու կեղտը։ Շնորհակալություն։ Պարոն Դանիելյան, առաջի խնդրի վերաբերյալ ես երեք մեր պատգամավորներից Արմենը Խաչատրյան նույնպես ասեց, տեսեք, եկու պարեկի համար անտառից որևէ փայտ դուրս բերելը, եթե դա սահմանված չի կարգով, ապօրինություն է եւ նման դեպքերը եթե արձանագրվել են, այս պատճառով են արձանագրվել։ Գիտեք, ես իհարկե իմացել եմ եւ կփորձենք որևէ լուծում տանք, բայց անտառից լոբու այգի հիմնելու համար այդ փայտի այդ համապատասխան բաները առանձին որպես գործողություն չեն կարող կազմել, չեն կարող գնալ այդ փայտից գտնել եւ տալ քաղաքացուն, որ իր այգին տնկի, բայց քանի որ տենց պահանջարկ կա, բան կանենք, փորձենք լուծում գտնենք։ Սա անտառ կառավարման մի հատ կամ անտառի պահպանության մի հատ առանձին խնդիր է, որը երևի առանձին լուծում պետք է գտնի։ Երկրորդը փոշու հետ կապված առհասարակ Երևանում փոշու քանակի հետ կապված, որոնց աղբյուր է հանդիսանում նաև շինարարությունը, ուրեմն օրենքով կարգավորումները կան, մենք առաջիկայում ավելի խստացնող որոշակի կամ ավելի շիշտ ոչ թե խստացնող, այլ օրենքով կսահմանենք սարքեր, որոնք կօգնեն փոշու նստեցման այդ process-ը շին հրապարակներում իրականացնել, վերահսկողությունը ընդերքի եւ բնապահպանության տեսչական մարմնինն է, ստուգայցեր լինում են, աշխատանքները վերահսկողության իրականացվում են, բայց այո դեմ չեմ, որ այդ իրավիճակը մեզ էլ չի գոհացնում, բայց տեսչականի հետ աշխատում ենք, փորձում ենք նաև օրենքով սահմանված են միջոցառումները, որ շինհրապարակներում կամ հանքարդյունաբերության մեջ պետք է կիրառվեն եւ իրականացվեն, արվեն դրանք։ Խնդրեմ պարոն Դանիելյան։ Այս խնդիրը պետք է լուծում ստանա, եթե օրինակ պետքա որ անտառտնտեսությունը ինքը հենց այդ գործառույթը կատարի գյուղացին իրենից վերցնի, չգիտեմ, ինչ որ մեխանիզմներ պետք է մշակենք, որ մարդու աշխատանքները չտուժեն, էլի։ Իսկ ինչ վերաբերվում է դրան, այդ խնդիրը շատ լուրջ է եւ ոչ միայն շինարարության, այլ քաղաք մտնող այդ հանքերը, որ կան, բավականին լուրջ այդ փոշին ու կեղտը բավականին լուրջ անհարմարություններ է ստեղծում մեր հայրենակիցների համար եւ այս խնդիրը պետք է անհապաղ լուծում տրվի, որովհետեւ արդեն քաղաքում շնչել հնարավոր չի։ Պարոն Դանիելյան, ասացի, որ առաջի հարցով փորձենք մտածել ինչ լուծում կարող ենք տալ։ Փոշու հետ կապված երկու շաբաթ առաջ կառավարությունը
5-ամյա միջոցառումների ծրագիրը ներկայացրեցինք, այսինքն այդ միջոցառումները իրականացնելուց հետո կարծում ենք թե մոնիտորինգի, թե աղտոտման մոնիտորինգի դրա չափման մեր կարողությունների բարձրացման զուգահեռ, թե այլ իրավական միջոցառումների արդյունքում նաև էական փոփոխություն կունենանք օդի աղտոտվածության վերաբերյալ։ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Գյուրեղյան։ Պարոն Սիմիդյան, մենք վաղուց արդեն անցել ենք ծրագրային բյուջետավորման, ասել է թե դուք հիմա պետք է ներկայացնեիք, որ ծրագրի շրջանակում ինչ գումար եք ծախսել եւ այդ գումարը ինչպես է բարելավել մեր քաղաքացու կյանքը։ Իսկապես մեր քաղաքացուն հետաքրքիր չի, առաջին տող այսքան միլիոն, երկրորդ տող սա հաշվետվություն չի ծրագրային բյուջետավորման առումով, դուք պետք է ներկայացնեիք ձեր ծախսերի ծախս արդյունավետությունը եւ հողի վրա մեր բնակիչը ինչ է ստացել։ Քանի որ ձեր զեկուցում այդպիսի ոչ մի բան չկար, ես ուղղակի ուզում եմ հիմա դուք խնդրում եմ ներկայացրեք գոնե 5 կարևոր ձեռքբերում, որի այդ ինչքան գումար, այդ գումարը ինչպես է ծախսվել եւ ինչ արդյունք է տվել, որը քաղաքացուն գետնի վրա որոշակի հնարավորություն է ստեղծել բարելավել իր կյանքը։ Եվ 1, 2, 3 ռիսկեր, այսինքն ինչ կար, որ չէի կարողացել անել, ինչու չեք կարողացել։ Սա է ծրագրային բյուջետավորմանը վերաբերող հաշվետվությունը։ Նշեք մի քանի դրական, մի քանի բացասական ձեռքբերումներ այս գումարը ծախսելու արդյունքում։ Խնդրեմ պարոն Սիմիդյան։ Առաջի կարևոր ծախսը, որը արել ենք կամ 24 թվականին նախատեսել ենք, դա օդի աղտոտվածության մոնիտորինգի 2 ավտոմատ կայանի ձեռքբերումն է, որոնք արդեն Երևանում են, հիմա նրանց տեղադրման process-ն է իրականացնում։ Միանգամից կարող եմ ասել, որ վատ կողմն է, որ 2 հատ ենք գնել, մեզ 14 հատ է պետք ամբողջ Հայաստանի, ուրեմն ամբողջ Հայաստանի մակերեսի համար, բայց լավ լուրներն է, որ 3 հատ էլ ձեռքբերման գործընթացը մեր միջազգային գործընկերների հետ են կազմակերպում, հույս ունեմ, որ հաջորդ տարի գարնանը եւս 3-ը կունենանք, այսինքն այս միջոցառման շրջանակում օդի աղտոտվածության մոնիտորինգի համակարգի համալրման եւ ավտոմատացման իմաստով 2 կայանի ձեռքբերումը վատ լուրերն է, որ մեզ 12-ը դեռ պետք է եւ լավն է, որ 3 հատ միջազգային գործընկերների ֆինանսավորմամբ ուրեմն կանենք 2024 թվականին 337 հեկտար բյուջեով ուրեմն ֆինանսավորված անտառ տնկում ենք իրականացնել։ Այս երկրորդ լավ լուրը եւ վերջի 4 տարում 25-ն ներառյալ շուրջ 3.2 միլիոն հատ ծառ է տնկվել անտառ պատման եւ անտառ վերականգնման միջոցառման շրջանակում, նաեւ շուրջ 1100 հեկտար անտառ եւս միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կամ ներսում գործող հասարակական կազմակերպությունների ուրեմն մասնակցությամբ իրականացվել է։ Հիմա 5-ը չեմ հիշում, կարող եմ sense թղթերով նայել, 5-ն էլ ավելն էլ եւ խնդիրների մասն էլ խոսել, ես կարճ ներկայացրեցի, քանի որ իսկապես Այկո բարեկային ծառայությունը մենք 24 թվականին ըստ էության օրենսդրական ամբողջ աշխատանքը իրականացրեցինք եւ այս տարվա սկզբից գիտեք արդեն, որ Սյունիքի մարզային վարչությունը հիմնվել է եւ այս գործընթացը շարունակական կլինի։ Պետք է արագ հիշեմ ինչեր ենք արել, ասեմ, ուրեմն թվայնացնում ենք մեր ամբողջ թույլտվությունների համակարգը, ուրեմն սիրողական ձկնորսություն, սիրողական որս, ջրօգտագործման թույլտվություն եւ առհասարակ։ Մենք մեր հաշվարկներով մինչև 2025 թվականի ավարտ ըստ էության բացի շմակ փորձաքննությունից բոլոր թույլտվությունները կդառնան թվային եւ էլեկտրոնային։ Այս 4-ն Շնորհակալություն արձագանքի նոր հա, պարոն Սիմիդյան։ Խնդրեմ Պարոն Տիկին Գյուրեղյան։ Սիմիդյան, ընդհանրապես երբ որ ծրագիրը մշակվում է, նախապես դրվում են նպատակ, խնդիրներ այդ նպատակին հասնելու համար, հետո ինչպես այդ խնդիրները լուծել։ Հիմա դուք ինչ խնդիրներ էիք դրել 24 թվականի բյուջեի կատարման բյուջեի մշակման հիմքում եւ այս տարի արդեն փորձել եք գնահատել այս խնդիրներից որոնք են լուծվել, սա է ծրագրային բյուջետավորման էությունը։ Դուք փաստացիորեն խոսեցիք 2 ավտոմատ կայանի ձեռքբերման մասին, որը դեռ չի տեղադրվել,
որը դեռ չնայած պետք էր 14-ը, անտարտնկման մասին եւ մեկ էլ հիշեցիք էկո բարեկային ծառայության Նաև ընդլայնումը։ ասացի, որ օրինակ թույլտվությունների ամբողջ համակարգը բյուջեն եթե թվային բացենք, մի հատ հաշվեք այն ծրագրերի քանակը, որոնք այդտեղ ֆիքսված են։ Եթե այդ ծրագրերը 3-ն ու 13-ը չէ, շատ են։ Եթե դուք ընդհանրապես որպես նախարար հիշում եք 3 ծրագրի մասին, դա շատ վատ պատկեր է ստեղծում։ Այսինքն դուք հիշում եք 3 ծրագրի մասին, 2 ավտոմատ համակարգա ձեռք բերվել, որը դեռ չի տեղադրվել։ 24 թվականի արդյունքը հրաշալի արդյունք։ Խնդրեմ պարոն Սիմիջյան։ Գյուրեղյան, ասեցիք բաներ ասելու համար, կներեք մարդ կա, որ հիշողությունից շատ ավելի լավ է, քան ես 4-ը հիշեցի, որոնք կապված էին օդի աղտոտվածության խնդրին, որը անհանգստացնում է մեր հայրենակիցներին, կարծում կարևոր խնդիր է եւ կարևոր ուրեմն նաև գնումներ են կարել, անտար պատման, ազգային պարկերի, կենտրոնական բուսական աշխարհի պահպանության նոր համակարգի, թվայնացման մեր թույլտվությունների, չգիտեմ, ավելի կարևոր բան, որը նպատակադրված ենք եղել, 24 թվականին ինչ ուրեմն թիրախներ ունեցել ենք, իրականացրել ենք, որներ վատը, որներ թերին, որներ անհասցեն կամ նպատակակետը անհայտ։ Շնորհակալություն պարոն Սիմիջյան, խնդրեմ պարոն Ղազարյան։ Պարոն Սիմիջյան, հարցս վերաբերում է բնապահպանության նախարարության հաշվեկշռում գտնվող Սևան ազգային պոակ հատուկ պահպանվող տարածքին։ Տարածքում, եթե չեմ սխալում կամ թվեր են չեցրած, կարող է արժանավաճ լինեն կուզենան, որ դուք ուղղեք, վերաբերում է մոտ 4800 Քանդման լիազոր մարմինը չի։ Իրականում օրենսդրության տրամաբանությունից դա իրականացնում են համայնքները, բայց շրջակա միջավայրի նախարարությունը չի զլանում այդ ուղղությամբ բավականին շատ աշխատանք է կատարել եւ ըստ էության ապօրինի շենքշինությունների գույքագրման գործընթացը կազմակերպված է, ուրեմն եթե չեմ սխալվում շորժա բնակավայրի հատվածում ազգային պարկի արդեն ունենք պայմանավորվածություն համայնքի հետ, որ այդ շենքշինությունները պետք է քանդվեն, դրանք ծախսատար եւ երկար գործընթացներ են ապօրինի շենքշինությունների ապամոնտաժման մասով, այսքանը կարող եմ ասել, բայց դա ուղիղ քանդման գործընթացը ոչ ազգային պարկինն է, որ պետք է իրականացնի, ոչ էլ շրջական վեր են չեսնել։ Միջև նոր օրենսդրական փոփոխությունները բերել են, նոր կարգավորումներ բերել են, նախկին գործող կարգով օրենսդիրի կողմից մշակված կարգով։ Հստակ ապօրինի զավթած օղատարածքների մասով եւ շենքշինությունների մասով հստակ եմ ասում, ինչ գործուն քայլեր եք իրականացնել։ Շատ է շտասել, իհարկե համայնքի վարչակատարածքում ինքնական շինություն է իրականացնել, բայց չէ որ հողը ծերն է։ Դա համայնքային հող չէ կամ քաղաքացու սեփականության իրավունքով պատկանող բնակավայրի կառուցապատման կամ հասարակական կառուցապատման այլ հողատես չէ։ Դրա ուղիղ պատասխանատուն դուք եք։ Դուք այսինքն գործողություն չեք իրականացնի պաշտոն այդ նշված գույքերի հողատարածքների նկատմամբ։ Իմ հարցը վերաբերում է դրան, որ որպես նախարար նախկինում ասում էիք, որ 4000 քանի 183 շենքշինություններ կա եւ զավթված հողատարածքներ կա։ Հիմա մենք սպասենք, որ այս օրենսդրական փոփոխությունները մյուս տարի լինի, նոր դրանց 7 տարի հետո ճակատագրերը որոշենք, այս է իմ հարցը ընդհանրապես, կարող եք թվեր ընչեցնել, խնդրում եմ։ Այդ օրենսդրական փոփոխությունները քանդման գործընթացի հետ կապ չունի։ Գույքագրված դուք էլ ասեցիք, որ ունեն գույքագրված, մի պրոստա ձեռքից տակ, որ իմանա այդ հարցը կտակ, գույքագրած թվերը կբերեի։ Եվ նաև կներկայացնեի, թե ինչ աշխատանք են կատարել համայնքների հետ։ Պարոն Ղազարյան, շրջակա միջավայրի նախարարությունը պետք է դրա համար, այմի օրինակ 24 թվականին մենք ինչի որևէ շենքշինություն չենք քանդել, որտեղ բյուջեով նախատեսված գումար չենք ունեցել։ Իսկ ինչի չենք ունեցել, որտեղ դրանք համայնքի պարտականությունների շրջանակում են, այսինքն եթե հիմա կառավարությունից գումար ենք փորձում, խնդրեմ, ինքը բավականին ծախսատար գործ է, բայց ազգային պարկը առանձին դեպքերում սեփական ուժերով նաև ոչ միայն ապօրինի, նաև այսպես ասած տեր չունեցող տարածքների ապամոնտաժման, այդ շենքշինությունների ապամոնտաժման աշխատանքներ իրականացնում է։ Ես ինքս կուզեի, որ դա շատ արագ լիներ,
բայց ցավոք սրտի այս Շնորհակալություն։ Էլի հարցեր պարոն Սիմիջյանին, խնդրեմ պարոն Բագրատյան։ Պարոն Սիմիջյան, բազմաթիվ տնտեսվարողներ մեզ դիմում են հետևյալ հարցով, որ տնտեսական գործունեություն իրականացնելիս հաճախ շրջակա միջավայրի նախարարության հետ կապված լինում են շմագի եւ լիցենզավորման ձգձգումներ, ոչ շատերի բնութ Հետևական լինենք, որ 25 թվին նույնպես նայենք ինչպես է լինելու, որտեղ ի վերջո մեր նպատակը պետք է լինի օգնել, որ տնտեսվարողները ավելի ակտիվ աշխատեն եւ հնարավորինս ձգձգումներից խուսափենք։ Շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, ուրեմն Տիկին Գյուրեղյանին բանն են, այսպես ասած, դիտարկմանն էլ հակմե ասեցի հիմա 246 միլիոն է 2024 թվականին, ասեմ, որ նաև փորձագետների ուրեմն նոր հաստիկներ ենք բացել, աշխատավարձի բարձրացում ենք ունեցել, տեխնիկական եւ այլ ուրեմն պարագաների համալրում ենք ունեցել, օրենքն ենք փոխել եւ ես ձեր հարցը ինձ էլ մի մտքի տարավ, ես ինքս մի հատ ուրեմն մոնիտորինգ ուզեմ, տեսնեմ թե որ քանի դեպք կա, որ մենք որևէ ժամկետ խախտում ենք։ Ես ասեմ, որ նոր օրենքով շմակ փորձաքննության լրամշակման